Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ Եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Հսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզ փորձություն այլ փրկյազ մեզ իչարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիդ իր խաղաղության ու սիրո եւ հատկապես իր ճշմարտության մեջ պահի Մենք այսօր ավարտում ենք երկրորդ գլուխը Պողոս Արաքյալի Տիմոթեոսին գրված երկրորդ նամակի շատ կարևոր մի նյութի մասին պիտի խոսենք այսօր նախ ինչպես պիտի լինի հոգեվորականը եւ ինչպես պիտի լինի հավատացյալը հատկապես հոգեվոր հարցերի մեջ անհասկացողություն այսինքն հոգեվոր հարցերը վեճերի կռիվների պատճառ չպիտի դառնան ինչպես եթե մեկը համաձայն չի մեզ հետ կամ սխալ ուսմունքներ են քարոզում կամ սխալ ճշմարտություններ են բերում մենք ինչպես համբերատարությամբ պիտի կարողանանք այդ մարդկանց օգնել ճշմարտությունը ճանաչել եւ ապաշխարության ճանապարհով փրկության հասնել այսօր պիտի սերտենք 14-ից 26 համարները մենք անցյալ անգամ տեսանք թե ինչպես Պողոս Արաքյալը խոսեց հիշեցնելով միշտ հիշեք Հիսուս Քրիստոսին ում կուզեք ինչ կուզեք հիշեք բայց Հիսուս Քրիստոսին ճշմարիտ Աստծուն, ճշմարիտ մարդուն որ աշխարհ եկա մեզ փրկելու, զորացնելու հիշենք։ Հիմա խորհուրդները տալիս թե մենք ինչպես պիտի անենք այդ հիշողությունը պահելու համար։ Այս բաները հիշեցրու նրանց վկայություն տալով Աստծուն առաջ, որ բանակռիվներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին։ Տեսեք, չի ասում խնդրում եմ, պահանջում, ասում է հիշեցրեք։ Մենք մարդիկս մենք միշտ պիտի հիշենք եւ մեկս մյուսին պիտի հիշեցնենք աստվածային ճշմարտությունների մասին։ Սրա համար ինչ պիտի անի մարդը, ինքը միշտ կանոնավոր պետք է սուրբ գիրքը կարդա։ Երբ է մարդը խաբվում կամ ճշմարտություն հեռանում, երբ որ ինքը չգիտի, ինքը տեղյակ չէ, չի կարդացել, չի լսել, եկեղեցի չի գնում, ինչ որ մեկն էլ գալիս է ասում այսպիսի բաներ կան, հավատում են հեշտությամբ ծուղակնում, խաբվում են։ Սատանան այդպես է օգտագործում մարդկանց, գտնում է այնպիսի մարդկանց, ովքեր տկարություն ունեն, թույլ են, տեղյակ չեն կամ ցավ ունեն, հայտնում են մարդիկ, ովքեր ասում են, գիտեք, մեր մոտ է ճշմարտություն, փրկություն, այսքան տարի դուք ճշմարտության մասին չեք եկել կամ ինչպես այսօր շատ հաճախ մարդկանց ինչի համար են խաբում, որ աշխարհի վաղճանը մոտեցել է, շուտ արեք, աշխարհի վերջն է, հիմա պիտի աշխարհը կործանվի, բայց Սուրբ Գիրքը հստակ ասում է, չէ, որ չհավատակ այս նշանները պիտի կատարվի, նոր աշխարհի վաղճանը պիտի լինի։ Ոչ ոք չի կարող Հիսուսն երբ որ հարցեցին աշակերտներին, երբ ասեց ոչ հրեշտակները գիտեն, ոչ որդին, միայն հայրը գիտի։ Այսինքն եթե միայն հայրը գիտի երբ է աշխարհի վաղճանը, մարդ ինչպես կարող է, չէ՞, մարդուն համոզել, որ աշխարհի վերջն է, շուտ արեք, հասցրեք, որովհետև չեք կարող փրկվել հետագայում։ Ուրեմն սա ունենալու համար մենք պետք է կարողանանք ամուր կամք դրսևորենք մեր հավատքի մեջ անսասան մնալու։ Միշտ հիշենք, որ հավատքի մեջ զիջում չկա։ Մի օր զիջեցիր, ընդհանրապես պիտի զիջես։ Մի անգամ եթե օրինակ, པարզ օրինակ, պատարակը կրճատեցիր, անդադար պիտի կրճատես։ Որովհետև դրանով պիտի փորձես մարդկանց հաճոյանալ, մարդկանց ուրախացնել, բայց իրականում դու ցավ պիտի պատճառես Աստծուն։ Դրա համար ամեն ինչ պիտի անես հիշելով եւ հիշեցնելով, որ ճշմարտությունները չեն փոփոխում, որովհետև Հիսուս Քրիստոսը երեք, այսօր եւ հավիտյան նույնն է, սիրելիներ։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ անհանգստանում է հատկապես այն քրիստոնյաների համար, ովքեր որ որոշակի բառեր պիտի կարդան չհասկանան եւ վեճեր պիտի, տեսեք, ասում այդ վեճերը կռիվներ պիտի դառնան եւ ում պիտի վնասի լսողներին։ Այսինքն երբ որ երկու քրիստոնյա վիճեն մի հարցի շուրջ, հետո կռվեն իրար հետ, իրար վիրավորեն, անպատվեն, լսողը ինչ պիտի անի, պիտի կործանվի, չէ՞, այսինքն տուժողը վնասողն է։ Ինչ է սա նշանակում։ Օրինակ Սուրբ Գրքի մեջ շատ հարցեր կան, որ վիճելով իրավունք չունես։ Օրինակի համար գիտեք, ավետարանական եկեղեցու հետը որ բոլոր տեսակի կրոնական խմբակներն ասում են որ Մարիամ Աստվածածինը կույս չի։ Հիսուսից հետո էլի երեխաներ ունեցել, իրեն չպիտի կույս ասել։ Ինչ են բառը բռնում, ասում է
եւ չմերձավ իր ամուսնուն մինչեւ երեխայից ասում ըհը տեսեք այս մինչեւ բառը նշանակում է որ երեխանից հետո ինքը իր ամուսնու հետ հարաբերություն բայց մինչեւը շարունակություն չի նշանակում Աստվածաշնչի մեջ ինչպես Հիսուս ասում է ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճան այսինքն աշխարհի վախճանից հետո Հիսուս մեզ հետ չի լինելու Ուրեմն տեսեք մի փոքրիկ բառը չէ մինչև բառը բայց մեծ գայթակղության պատճառ է եղել բայց ինչ մենք պիտի անենք սիրով համբերությամբ պիտի լսենք խոսենք ճշմարտությունը հաղթելու համար եթե ոչ վիճաբանությունը երբեք չի բերելու լավ բանի ինչ է սա նշանակում որ վիճաբանությամբ մենք նախ ինչ ենք անում վշտացնում ենք Սուրբ Հոգուն հեռանում ենք ճշմարտությունից եւ վերջում ատելության թշնամության մեջ։ Հիշում եք, ես վերջին հարցազրույցի ժամանակ ասացի, որ մարդիկ Քրիստոս են քարոզում, սեր են քարոզում, բայց ինձ մոտ չեկող քրիստոնյաներին ատում են։ Պատճառը մեկն է։ Այս հարցերի շուրջ մարդիկ իրենք սկզբունքներ ունեն, որ վերջ մերն է ճշմարտությունը, մնացածը սուտ են եւ խաբեություն է։ Եթե ուզում ենք միասին հասկանալ ճշմարտությունը, պետք է միասին նստել, խոսել, քննարկել միասնականության մեջ եւ երբ որ կա եկեղեցու մեջ բաժանումներ, պատճառը սա որ մարդիկ իրար չեն հասկացել, չեն ուզել իրար լսել, ինչն է մտահոգությունը կամ ճշմարտությանը հաղորդ չեն եղել։ Նման վեճերը որ կործանում են ում լսողներին։ Հիմա տեսեք, մեր օրերից մի պարզ օրինակ բերեմ, այս հիմա պետություն եկեղեցի այս վեճը որ շարունակում է, ով է ուժում արանքում, նայողներն ու լսողները։ Պարզ հավատացյալի հոգիներն են քանդում, երկու կողմն էլ քանդում են բարձ հավատացյալի հոգիները չգիտեն որն է ճշմարտությունը մարդն էլ որ իր հավատքի մեջ հաստատուն չի ինքը չի գիտակցում որ ինքը եկեղեցի գնում է միայն Քրիստոսի համար ոչ թե ինչ որ մարդկանց համար իր հավատքը քանդվում է մարդիկ եկեղեցուց հեռանում են եւ անողներն ովքեր են քրիստոնյաներ եւ հոգեվորականներ տարբերություն չկա անողը մենք ենք քրիստոնյաներս ուրեմն մենք ինչ որ անում ենք ինչ որ մենք խոսում ենք մենք պետք է այնպես անենք որ մեզ լսողներին չվնասենք օրինակի համար երբ որ մեկը մեզ տեսնի միտեղ մենք բամբասում ենք չարախոսում ենք կամ հայրանքով ենք խոսում ինքը կարող է ցույց չտալ չէ որ մեզ լսեց բայց իր հոգին քանդվեց իր պատկերացումը հոգեվոր կյանքի մասին հոգեվորականի մասին հավատացյալի մասին փոխվեց եւ այդ մարդու հոգու համար ով հետո պիտի պատասխան որ այդ մարդը դառնացած գնացել է այլևս չի ուզում հավատալ այն Աստծուն, ում որ հավատում է նրան ծառայողը կամ այնտեղ գնացող հավատացյալը։ Սա պարզ օրինակ է մեր կյանքի մեջ, դրա համար ասում է բանակրներից հեռու մնա, որովհետև սա լավ բան չի բերում եւ կործանում է լսողներին, ոչ թե տեսեք տուժում են, կործանում են։ Եվ սատանայի մեծագույն հաղթանակը սա է, երբ որ եկեղեցիները դատարկվել են, որովհետև շեշտադրումը եղել է մարդկանց վրա, մարդկանց համար են գնացել եկեղեցի, մարդկանց համար են հավատացել Քրիստոսին, եւ հետո մի օր հիասթափվելուն այլևս դադարել են գնալ եկեղեցի։ Եվ ինչ է անում սատանան, մարդկանց մեղքերն է հանում ցույց տալիս, եւ մարդիկ էլ այդ մեղքերը տեսնելով գայթակղվում են։ Բոլոր մարդիկ, ովքեր ապրում են այս աշխարհի վրա, հիշենք սա, որ բոլորն էլ մինչև իրենց մահվան վերջին վայրկյանը կարող են անդառնալի մեղք գործել։ Բայց շատ կարևոր է որ այդ գիտակցել ու զղջալ։ Որովե մարդ ինքը չի կարող ասել ես փրկված եմ, ես ապահովված եմ, ես մեղքեր չեմ գործում։ Բոլոր մարդիկ էլ արդեն մտքի մեջ երբ որ մտածի որ ինքը մեղք չի գործում, ինքը արդեն մեղք է գործել։ Այն մարդը որ կարծում որ ինքը սուրբ է, արդեն մեղք է գործել։ Ուրեմն նշանակում է մենք բոլոր մարդիկս մեղավոր մարդիկ ենք եւ մեկս մյուսի հետ հարաբերում ենք ինչի համար Քրիստոսի սերը շահելու համար։ Եվ ասում եթե դուք հավաքվեք 2 կամ 3 հոգի իմ անունով, ես ձեր մեջ եմ։ Եթե ուզում ենք Քրիստոս մեր մեջ լինի, մենք իր անունով պիտի հավաքվենք, իր անունով պիտի աղոթենք եւ իրեն պիտի փնտրենք մեկս մյուսին սրբագրելու համար։ Հակոբոս Առաքյալն ինչ է ասում, իրար համար աղոթեք, չէ՞, ասում է, որովհետեւ արդարի աղոթքը զորավոր է, գեղեցիկ է, օգնում է մարդուն։ Ուրեմն նշանակում է մենք այնպես պիտի անենք, որ մեզ տեսնողները, մեզ լսողները գայթակղության պատճառ չդառնան։ 15-րդ համարը Ջանը Աստծո առաջ ներկայացնել քեզ փորձված որպես մի մշակ, որ ամոթով չի մնում ճշմարտության խոսքը ուղիղ ներկայացնելուց։ Ինչ է սա նշանակում սինը, որ հոգևորականը քարոզիչը ինչ պիտի անի, մարդկանց հաճելի լինելու համար չպիտի խոսի։ Օրինակ շատ հաճախ կհանդիպեք քարոզիչների, հոգևորական, ովքեր մեղք բառը չեն օգտագործում, որպեսզի լսողներին հանկարծ չնեղացնեն, նրանց սերը շահեն։ Բայց տեսեք ասում է հստակ որ մենք չպիտի խոսենք մարդկանց համար մենք պիտի խոսենք ում համար Աստծո ճշմարտության սիրո արդարության կարող է շատերին դա ցավ պատճառել ճշմարտությունը լսելուց բայց մենք չպիտի ամանչենք դրա մասին խոսել բայց մի բան էլ այստեղ ասեմ չպիտի ճշմարտությունը դիտավորյալ ասես դիմացինիդ նվաստացնելու համար չէ դիմացինին օգնելու փրկելու համար ենք մենք ճշմարտությունը խոսում
Երբ որ մենք մարդկանց փորձենք հաճոյանալ, մենք կկորցնենք։ Այսօր կան չէ մարդիկ, թե քաղաքական գործիչներ, թե հոգևորական, թե ուսուցիչը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը, իրենք փորձում են ում հաճելի լինել։ Իրենց վստահված մարդկանց։ Բայց երբ որ դու փորձում ես մարդկանց հաճելի դառնալ, անպայման պիտի սայթակես։ Որովհետև ինչ ասում Հիսուս, վայ ձեզ, եթե բոլոր մարդիկ ձեր մասին լավը խոսեն։ Նշանակում է, որ մենք ամեն ինչ արել ենք, որ մարդիկ մեր մասին լավը խոսեն, իրականում մեզ ով է ճանաչում։ Ով գիտի մենք ով ենք։ Մենք ինքներս եւ ամենակարևորը Աստված։ Ինչքան ուզում ես մարդկանց ցույց տուր դու ով ես։ Քեզ ճանաչող Աստված է։ Դու պիտի այնպես անես, որ Տերը քեզ ճանաչի, Տերը քո մասին լավ կարծիք կազմի։ Մենք կարող ենք մարդկանց սեր անգամ փողով շահել, չէ՞։ Մենք մարդկանց կարող ենք կաշառել, այսօր հատկապես ամոթը մարդիկ կորցրել են, նույնիսկ գումարով հոդվածներ են գրում, հարցազրույցներ են տալիս, մեկը մյուսին խայտարակում են, ամեն բան կարող ես անել։ Այսօր շատ հեշտ է հատկապես Facebook-ով մարդուն ոչնչացնել կամ մարդուն հերոսացնել։ Եվ էական չի, ենք այդ մարդուն չեն ճանաչում, չգիտեն այդ մարդու մասին որևէ բան, բայց մարդը այնպիսի էակ է, որ փորձում է այդպես անել եւ ամեն մեկը փորձում է, որ մարդը հոգեվորականը իր մասին խոսի, իրեն գովաբանի, բայց Աստծո խոսքը մեզ գովաբանելու համար չէ։ Աստծո խոսքը մեր մեղքերը ցույց տալու, ինքներս մեզ ճանաչեցնելու համար է, որպեսզի մենք տեսեք, ասում եմ, ամոթով չմնաս, չվախենաս Աստծո խոսքը խոսել։ Երբ տեսեք, մշակը, եթե ինքը ճիշտ չմշակի իր այգին, ինքը կարող է հետո ուրախանալ։ Չէ, որտեղ իր արած գործից է, չէ, կախված ինքը ինչպիսի այգի կունենա, գեղեցիկ, պտուղներով, ծաղիկներով մաքուր կամ ավելի վատ տեսքով։ Այնպես էլ հոգևորական, երբ որ ինքը իր խոսքը չդնի, Աստծո խոսքը քարոզել մարդկանց հոգիները շահելու, ինքը պիտի ամոթով հետո մնա։ Այսինքն ինչ որ դու սերմանես, Սուրբ Գիրքը ինչ ասում, քամի ցանողը ինչ պիտի հնձի, փոթորիկ ապրեք։ Ուրեմն քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի։ Եթե դու ուզում ես օրհնություն հնձես, դու սեր պիտի սերմանես։ Դու պիտի հոգատարություն սերմանես, ներողամտություն սերմանես, եւ դու պիտի նաեւ ապրես այդ ամենը, եթե չապրեցիր, ուրեմն վայ մեզ։ Ուրեմն այնպես էլ հոգեվորականը պետք է ճշմարտության խոսքը շիտակ, այսինքն ճշմարիտ ձևով ներկայացնի, ոչ թե այդ պահին ինչպես իրեն հաճելի է։ Ես իրավունք չունեմ իմ անձնական կարծիքը դնել Սուրբ Գիրքը մեկնաբանելու մեջ։ Իմ ամբողջ արածն է, որ փորձում եմ ճշմարտություն, ինչ որ Հիսուս է ասել, ինչպես սուրբերը առաքյաններ են բացատրել, մեկնաբանել, մենք այդ ճշմարտության եւ հավատարմությամբ եւ ճշմարտորեն ամուր մնալով հավատքին, որպեսզի գայթակղության պատճառ չդառնաս։ Ես ինչ ունեմ ձեզանից շահելուսներ։ Մեն ձեր հոգիները Տիրոջ համար, ինձ համար չէ, Տիրոջ համար։ Ձեր հոգիների շահն է իմ ամբողջ վարձը, որ Տիրոջ մոտ ես ամոթով չմնամ, երբ որ կանգնեմ, չասի դու ամոթ քեզ, որ քեզ վստահած հոտը ցրեցիր, քո պատճառով մարդիկ գայթակղվեցին, քո պատճառով մարդիկ այլևս չեն աղոթում, այլ հակառակը Տերը ասի ապրես հավատարիմ ծառա, մտիր իմ ուրախության մեջ։ Իմ շահը դա է, ասենք, մարդկանց ինչքան հնարավոր է Քրիստոսին ճանաչեցնել, որպեսզի մարդիկ Քրիստոսին իրենց սրտի մեջ ունենան։ Ցավոք սրտի մարդիկ այսօր Քրիստոսի մեն իրենց շուրթերի վրա ունեն։ Սա բոլոր մարդկանց է վերաբերում, բայց ոչ իրենց սրտերի մեջ։ Քրիստոս սրտի Աստվածն է, սրտի Թագավորն է։ Այստեղ պիտի Քրիստոս լինի։ Դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իբրև քրիստոնյա, իբրև հոգևորական, իբրև մշակներ ամոթով չմնանք եւ գայթակղության պատճառ չդառնանք։ 16-րդ համարը բայց իղծ բաներից եւ սնոտի խոսքերից հեռու մնա, քանի որ դրանց անznատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարաշտությունների մեջ։ Տեսեք սիրելիներ, ասում եմ, իղծ բաներից, այսինքն խոսքերից, գործերից հեռու մտել, ով որ դրա մեջ մնում է, ավելի ու ավելի առաջ են գնում իրենց հպարտության, ամբարտավանության մեջ։ Հավատքի եւ աստվածապաշտության մասին խոսքելը կարեւոր է, չէ՞, որ մենք ամեն օր խոսենք դրա մեջ։ Բայց ի՞նչն է դրանից ավելի կարեւոր, որpեսզի մենք այդ հավատքի ճշմարտությունից շեղող խոսքերի վեճերի մեջ չմտնենք։ Օրինակամ, երբ որ շատ մարդիկ տարբեր կրոնական խմբակներից ուզում են ինձ հետ խոսել, ասում եմ, մեկ հարց պատասխանեք, շարունակենք խոսել։ Ինչի համար եք ուզում խոսենք, ճշմարտությանը հասնելու, թե ձեր ճշմարտությունը ապացուցել ես իմ ճշմարտությունը կամ վիճենք իրար հետ։ Սա անիմաց զրույց պիտի դառնա, այսինքն ես քեզ ասեմ, դու ինձ ասես, սա բերում է վեճերի եւ ավելի խորանալով ինչ է դառնում մարդը, սկսում է դիմացին ատել, չարությամբ լցվել։ Երբ որ դու տեսնում ես, որ այդ մարդը կոզածը չի խոսում, չի ասում, ինքանից հարցակում է քո վրա, բորբոքվում, ես ինչ եմ տեսել, որ մեր եկեղեցու ընդհանրապես ուղղափառ հավատք ունեցող մարդը, երբ որ որևէ մեկ այդ խոսում են, որ իրենց մոտ չեն գալիս, շատ շուտ բորբոքվում են, սկսում են բարձր խոսել, գոռալ, վիճել։
այդպիսով դու արդարությունը չի հաղթում։ Դու շատ համբերատարությամբ պիտի կարողանաս այդ մարդուն ճշմարտությունը պահել։ Եվ այս վեճերը պատճառ են դառնում ինչ անելու բարկության եւ ատելության սերմը մեր մեջ սեր։ Սատանան հենց այդտեղ է թաքնված։ Մեզ թվում է թե սատանան պիտի գա ասես մեծ մեղք սկուտերի վրա մեզ մատուցի, մենք ճաշակենք եւ այդ մեղքը ընկնի մեր մեջ, չէ։ Այս փոքրիկ վեճերի մեջ, անհասկացողությունների մեջ է սատանան թաքնված։ Վեճը գցեց, մարդիկ պիտի կռվեն իրար հետ։ Վեճը գցեց, մարդիկ պիտի իրար ատեն, իրար կողք նստած պիտի լինեն, բայց իրար պիտի ատեն։ Որտեւ ամեն մեկը իր պատկերացումն եւ ամեն մեկը իր եսն է պաշտում, ոչ թե ճշմարիտ Աստծուն։ Մենք ամեն մեկս ուզում ենք, որ առաջինը գան մեզանից ներողություն խնդրենք, ոչ թե մենք ներողություն խնդրենք։ Որտեղ բոլորը մարդկային մտածողությամբ, բարկությամբ եւ ատելությամբ լցված են ապրում։ Որպեսզի Աստծուց հեռու մնան, ինչ անում սատանան, մարդուն թույլ է տալիս արտաքին կողմը պահի, ինքը եկեղեցում կանգնած է, բարեպաշտ դեմք ունի, գլխաշոր ունի, շրջազգեստը հագած է, մյուս բաներն արած է, բայց ինքը Սուրբ Հոգու զորությունից դատարկ է։ Դու այս ամենը կարող ես ունենալ, սիրուն։ Դրա համար այսօր մեր կյանքի մեջ ինչու են հրաշքները քչացել։ Մենք ինչու ենք ամեն օր շատ քիչ հրաշքներ տեսնում կամ լսում։ Պատճառը սա է, որ մենք արտաքին կողմն ենք պահում այս ամենի։ Եվ մեր վեճի, բարկության, ատելության մեջ խորանալով հեռանում ենք ճշմարտությունից։ Մենք ճշմարտության հոգին չենք փնտրում։ Դրա համար, սիրուներ, սատանա մեզանից երբեք չի հեռանում։ Ինչ էլ որ անեք, սատանա մեզանից չի հեռանում, այլ մենք պիտի ամեն ինչ անենք սատանայից հեռու մնալու համար։ Սուրբ Օգոստինոսի մասին լսել եք, չէ՞։ Ուրեմն Սուրբ Օգոստինոսը շատ հայտնի մարդ էր Ռոմում, Իտալիայում, ինքը ռետոր էր, բայց շատ պոռնի կյանքով էր։ Ամբողջ օր իր կյանքը սիրուհիների հետ էր, խրախճանքների, բայց իր մայրը Սուրբ Մոնիկան, սրբակենցաղ մի կին, ամեն օր աղոթում էր իր տղայի դարձի համար։ Մի օր արդեն 50 տարիքում Օգոստինոսը դարձ ունեցավ, ոչ միայն հավատաց, հետո եպիսկոպոս դարձավ ու Սուրբ գրքի մեկնություններ գրեց։ Շատ բաներ, որ ես ձեզ խոսում եմ, նաև Օգոստինոսի խոսքերից կան այստեղ։ Եվ մի օր Օգոստինոսը արդեն դարձ եկած, հավատացյալ էր դարձել, փողոցով քայլում է, իր նախկին սիրունից մեկը տեսնում է, Օգոստինոս ձայն է տալիս, չի նայում, ասում Օգոստինոս, չես հիշում, ես նույնն եմ, քո սիրուհին եմ։ Ասում է, հա, բայց ես նույնը չեմ էլ։ Ես գիտեմ, որ դու նույնն ես, բայց ես էլ նույնը չեմ։ Այսինքն ինքը արդեն փախել է մեղքից։ Ես էլ նույնը չեմ։ Դրա համար Պողոս Արաքյալը Կորինթացիների նամակի մեջ ինչ է ասում, քննեք դուք ձեզ, տեսեք արդյոք նույն հավատքի մեջ եք, այն մաքուր հավատքով որ հավատացիք, սիրեցիք, այդ հավատքը պահում եք ձեր մեջ, թե ոչ։ Սատանը մեզանից հեռու չի գնալու, ինքը մինչև մեր վահվան վերջին վարկյանը պիտի գա մեր մոտ։ Այ անցյալ օրը որ Տիկին Դարասյան վատացավ ավտոբուսի մեջ, չէ՞, ամենապարզ բան, եթե մենք ասենք գոռալ, ճվալ, հուսահատվեինք, մենք իրեն պիտի կորցնեինք, չէ՞։ Այսինքն այդ մեր հավատքի ամրություն այդտեղ է, որ մենք չվախեցանք, մի մասը տաղութեց, մի մասը զվազեցինք, հասանք, օգնեցինք, փրկեցինք իր կյանքը։ Ուրեմն Տեր այդտեղ է ցույց տալիս, որ հավատքը ինչքան կարևոր է, որ դու չգոռաս, չհուսահատվես, չվախենաս, այլ հակառակը, այդ անգամ այդ վերջին վարկյանի մեջ իր ապավենությամբ քո գործը կատարես, որ Տեր օրհնի, դու մարդկանց փրկության արդ, թե հոգևոր փրկություն է, թե մարմնավոր է, թե մարդուն ավել ժամանակ տալ է նորից պատրաստվելու հավիտենական կյանքի համար։ Մենք առաջվանը չպիտի լինենք, մենք պիտի մեղքից այնքան հեռու փախնենք, որ սատանան չգա, մեզ չչարախոսի։ Երբ է մարդուն քթից բռնած սատանան տա, որ մեր մեղքերի մասին գիտի, երբ որ մեր չխոստոված մեղքերը մեզ տանջում են, ինքն էլ ասում արի ստեղ հլը, այս մեղքերը այդ մի օր կհրապարակեմ, խայտարակն է, թե ինչ չծառայես։ Եվ մարդն էլ քանի որ ինքը ամբողջական, մինչև վերջ վստահություն չունի հավիտենական կյանքի հանդեպ, որ ինքը ընդեղից կարող է զրկվել, գերադասում է մարդկային ամոթից փախնել, մարդկային ամոթը սրբագրել, բայց Աստծուց զրկվել։ Իսկ քրիստոնյան հակառակն ասում է, ես առաջ այսպեսին էի, հիմա այսպեսին եմ, չեմ վախենում, հրապարակիր իմ մեղքերը։ Քաջ մարդ այսպես կարող անել, այն քրիստոնյան, ով որ հաղթել է մեղքին եւ սատանան իրենից հեռու է պահում։ 17-րդ համարը եւ նրանց խոսքերը քասկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսը եւ Փեգիդոսը։ Տեսեք սիրելիներ, ասում են նրանց խոսքերը քասկեղի պես են։ Հիվանդության պես են նրանց խոսքերը։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն խեղաթուրված, կեղծ խոսքը ինչ է անում մարդուն վարակում է, չէ՞։ Այնպես էլ ոնց որ քասկեղը ինչպիսին է, մենք քասկեղը երբ ենք իմանում, երբ որ արդեն վտանգը մեծացել է, այսինքն ինքը մեր մարմնի մեջ աննկատ աճում է, հետո մեզ մահվան դիմաց է, չէ՞ կանգնեցնում։
Այնպես էլ կեղծ խոսք, երբ որ ընկնում է մարդու մտքի մեջ, մարդը սկսում է պղտոր։ Օրինակ, երբ որ մենք որևէ մարդու մասին լավ կարծիք ունենք, չէ՞, գիտենք այս մարդը մաքուր, առաքին է, հանկարծ մեկը գալիս այդ մարդու մասին մեզ չարախոսում է, այդ միտքը ընկնում է մեր մտքի մեջ, ամեն անգամ այդ մարդուն տեսնուց առաջին բանը հիշում ենք այդ չարախոսությունը։ Արդեն պղտորված է մեր միտքը, վերջ, մենք արդեն վարակված ենք։ Եվ հետո էլ սկսում ենք կամած հավատալ, եթե քաջություն չունենք այդ մարդու հետ խոսել, օրինակ այս վերջերս իմ ընկերներից մեկի մասին ասացին, որ այս մարդը գիտես, որ գնում է խաղատուն, մեծ գումարներ է պարտվում։ Չէի հավատում։ Եկավ եկեղեցի, կանչեցի ասերի, հարց ունեմ, ասում էին անկեղծ, այսպեսի բան անում ես, թե չէ։ Հարցրել եմ, որպեսզի ես այն բամբասող երբ որ նորից գա խոսի, ասեմ սուտ էիր խոսում, այսպեսի բան չկա, այս մարդու մասին սուտ լուրեր մի տարածիր։ Տեսեք, հստակ է, դու պիտի այնպես անես, որ քասկեղը ճիշտ ժամանակին հեռացնես քեզանից։ Քասկեղի նման այդ խոսքը մտնում է մարդու մեջ, թունավորում է մարդուն եւ մարդուն տանում է մահվան։ Այնպես էլ սուտ խոսքը, հատկապես ճշմարտությունների մասին, Հիսուսի մասին, այսօր ինչքան կեղծ նյութեր, այս վերջերս ֆիլմ էին նկարել սատանիստները, որ Հիսուս ամուսնացած է եղել, կին ունի, երեխաներ ունի, այլ կյանքով է ապրում։ Ուզում են ամեն գնով Հիսուսի արժեք։ Տեսեք 2000 տարի անցել, բայց մարդիկ դեռ պայքարում են Հիսուսի հետ, որովհետև իրենք աստվածամարդ են, իրենք ամեն գնով ուզում են անել, ինչքան հնարավոր է մարդկանց շատ հեռացնեն Քրիստոսից, դատարկեն եկեղեցիները, մարդկանց հավատքը ոչնչացնեն։ Դրա համար Հիսուս ասում է, երբ որ մարդու որդին գա, արդյոք հավատքը գտնի երկրի վրա։ Այդ վստահությունը, որ ունեին առաջին դարում առաքյալները, մնացած բոլոր քրիստոնյաները 21-22-րդ դարում մարդիկ այդ հավատքը կունենան, կապրեն այս խոսքին, Աստծո ճշմարտությանը կվստահեն, թե ոչ։ Ուրեմն տեսեք, ասում է, զգուշ եղեք սադուկեցներից եւ փարիսեցին խմորից։ Հիշում եք, հե Հիսուսի խոսքը ասում է, նրանց թթխմորից հեռու մնացեք, այսինքն կեղծավորությունից։ Ուրեմն հավատքի խոսքի մեջ էլ մարդը կարող է կեղծավորություն դնել քեզ շահելու համար։ Ինչ ենք անում, թթխմոր ինչ է, չէ՞, դուք բոլոր կանայք գիտեք։ Դնում եք ալյուրի մեջ, մի քանի ժամ հետո ինքը ամբողջությամբ խմոր է, չէ՞, այսինքն իր նման է դարձնում։ Սուտ խոսքն էլ երբ որ դնում ես մարդու մեջ, կեղծավորությունը դնում ես մարդու մեջ, կար ժամանակ հետո մարդը դառնում է այդ կեղծավոր էակը։ Այսինքն երբ որ դու ստին հավատում ես, դու ստի կրողն ես դառնում։ Ստի կրողն ես դառնում եւ նաեւ դրա տարածողն ես, հաղորդիչն ես դառնում։ Իսկ Պողոս Արաքյալն եւ Գաղատացի նամակի մեջ ասում է մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգված, այսինքն մի փոքրիկ սուտը խմորում է ամբողջ հասարակությանը։ Մի փոքրիկ սուտ կարող ես տարածել եւ մարդիկ գնան այդ կեղծիքի հետևից։ Ուրեմն կեղծ ուսմունքի նմանն է նաեւ երկրորդ հատվածը, ասում է թույնի, չէ՞։ Եթե մի կաթիլ թույն կաթացնենք մի մեծ ամանի մեջ մարդիկ խմեն, ինչ կանեն։ Կմահանան, չէ՞։ Մարդը մեկ կաթիլից է մահացել, թե 2 կամ 10 կաթիլից, էական չի, մարդը մահացել է, չէ՞։ Այնպես էլ սուտ խոսքը կարող է մարդուն սպանել, սիրելիներ։ Երբ որ Հիսուսը ասում է գրած է մի սպանիր մեն ֆիզիկապես սպանելը չէ, դանակով կամ զենքով մեկին կրակել սպանելը չէ։ Մարդուն դու կարող ես սպանել խոսքով։ Այսինքն մարդուն երբ որ նվաստացնես, դու մարդուն կարող ես սպանել բարոյապես, իրեն փչացնելով, իր մեջ մեղքեր տարածելով։ Եվ վերջապես մարդուն դու կարող ես սպանել որտեղ քո մտքով։ Քո մտքի մեջ մարդուն ամեն օր կարող ես սպանել։ Նույնը շնության մեղքը, միայն ֆիզիկական հարաբերությունը չէ շնություն։ Շնությունը նաև ցանկանալ է։ Հիսուսը մե գրված է մի շնացի, ես ձեզ ասում եմ, ով որ տեսավ կնոջը եւ ցանկացավ, արդեն շնացել է։ Այս մտնել այնքան անպատկառ է, ստեղ էլ հա կարող է շնանալ, բայց ոչ ոք չտեսնի քեզանից բացի։ Ուրեմն սուտը, որ բերում են, որ դու մեղք չես գործում, սա բնական է, սա պիտի լինի։ Շատերը այդպես են ասում։ Հատկապես տղամարդը, երբ որ գալիս են շնացած, խոսում եմ իրենց հետ, ասում են, դե բնական է, ոնց կարող ենք դեր, բնական չէ։ Աստված սկզբից արու եւ եկես մեկ կին, մեկ տղամարդ։ Չի ստեղծել տարբեր կանայք, որ տղամարդիկ գնան ինչ որ մի բան։ Այսօր մի հումոր կարդացի, անեկդոտ ասում է, դες զգացել եք, ասում է, մեր տղամարդիկ ինչքան շատ են սիրում իրենց կանանց։ Միշտ ուրիշն հետ են շուտ, իսկ իրենց կանայք թարմել եւ գեղեցիկ մնան։ Դրա համար են գնում շնանալ։ Հումոր է, չէ՞, բայց մեղքի ամենամեծ տարածումը սա է, որ մարդն թվում է, թե դա լավ բան է, իրենց պետքերի համար է եւ իրենք իրենց կանանց չեն նեղացնում։ Ուրեմն այնպես էլ սուտ եւ խոսքերը սպանում են նախ եւ առաջ ցինել մարդու հոգին, հետո միտքը։ Ես շատ հաճախ ինձանից լսել եմ, մեր կյանքում շատ կան քայլող մեռելներ, որ իրենք ապրում են, ուտում են, խմեց, իրենք մեռած են հոգեպես եւ մտավոր, որտեւ իրենց ամբողջ նպատակը արթնանալ եւ չարություն գործել կամ ուրիշին դժբախտություն պատճառել։ Իրենց ամբողջ նպատակը դա է, իրենց մտքի մեջ լավ բան չկա։
իրեն գեղեցիկը, լույսը, մաքուր օդը, այս գեղեցիկ անտառները չեն տեսնում, չեն ասում որ շատ եմ, սա երազանք է եւ սա պետք է խնամել, պահել, իրենց պետք է այս ամենը օգտագործել իրենց նյութական պետքերի շահերի համար։ Ուրեմն այստեղ ես նշված երկու մարդիկ, որ կարդացի, Հիմենոսն ու Փյուղեդոսը, ուրեմն սրանք ովքեր էին, այն մարդիկ էին, ովքեր արդեն Պողոս Արաքյալի ժամանակ կեղծ ուսմունքներ էին, ասում են, որ հարություն չկա։ Արդեն հարությունը եղել է։ Իրենք հավատում են, որ մարդը, երբ որ ծնվում է, դա հարություն է, երբ որ մարդը մկրտվում է, դա հարություն է, բայց մարմնով հարություն գոյություն չունի։ Մենք կարող ենք սրա մասին սխալ պատկերացումներ։ Եթե մարմնով հարություն չի լինելու, Հիսուսը ինչի համար եկավ այս աշխարհին։ Ուրեմն այս առաջինի մասին մենք կարդացել ենք Տիմոթեոսի առաջին նամակի մեջ, երկրորդի մասին շատ նորություններ չկա։ Եվ տեսեք, այս կեղծ ուսմունքը, որ մեռելների հարություն արդեն եղել է, չկա, շատ մարդկանց մեջ շփոթ է գցել։ Այսօր երբ որ խոսում ես շատերը, հիմա քիչ հետո ավելի մանրամասն կասեմ, այս մարդիկ ասացին, որ չկա։ Իսկ ինչ ասում Պողոսը, եթե չենք հավատում մեռելների հարությանը, Քրիստոսի հարությունն ենք, չէ՞, մերժում։ Իսկ եթե չկա մեռելների հարություն, սուտ է մեր քարոզածը, սուտ է ձեր հավատքը։ Այդ պարագայում ասում ենք զուր ենք քարոզել։ Ուրեմն ամբողջ մեր քրիստոնեական հավատքը այս խորհրդի վրա հիմնված։ Հիմա տեսեք, մարդիկ կանգնում ասում են, հարություն չկա։ Արդեն եղել է, խաբել են ձեզ, չի լինելու կամ երևութականները, ասում որ Հիսուսը Աստվածը ոնց կարող է խաչի վրա խաչվել։ Այնտեղ երև անտեսանելի է Հիսուսը խաչվել։ Այս սանք մոլորություն է, որ մարդիկ հավատացել են եւ ցավոք սրտի մինչեւ այսօր մարդիկ կան, որ հավատում են։ Ուրեմն Աստծո խոսքը մենք ինչ պիտի անենք, ամենակարևորը չպիտի հետարքության համար լսենք։ Այսինքն, երբ որ դուք գալիս եք այստեղ հավատում ենք միասին Սուրբ Գործ, խոսում սա հետարքության համար չանենք, այլ ինչի համար։ Կերպարանափոխվելու համար։ Մեզ երբ կարող են խաբել, երբ որ մենք չիմանանք Սուրբ Գիրքը, երբ որ մենք ամեն անգամ չընթերցենք, չհիշենք ինչ էր ասում Հիսուս, ինչ էր գրված այստեղ, մենք կարող ենք շատ հեշտությամբ մոլորվել սիրելիներ։ Ուրեմն Աստծո խոսքը չպետք է լսել հետարքության համար, այլ կերպարանափոխվել։ Այսինքն մարդը Աստծո խոսքը լսեց, ընդունեց, ինքը ուրիշ մարդ պիտի դառնա։ Եթե մնաց նույն մարդը նույն մեղքերով, ուրեմն ինքը Աստծո խոսքը չի սովորել։ Ես ձեզ երևի պատմել եմ, որ բանտում շատ կալանավորներ անգիր գիտեն Սուրբ Գիրքը, բայց իրենց կյանքի մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև իրենք դա սովորել են դիմացինին հանդիմանելու, դիմացինին նվաստացնելու համար, որ տես Սուրբ Գիրքում այսպես է գրված, դու այսպես ես անում, բայց իրենց չի վերաբերում դա։ Իրենք միշտ փորձում են ուրիշների մեղադրել Աստծո խոսքով։ 18 համարի մեջ շարունակությունն այս համարի, որոնք շեղվեցին ճշմարտությունից եւ ասում են, թե մեռելների հարությունը արդեն իսկ եղել է, նրանք կործանում են ոմանց հավատը։ Տեսեք, նրանք կործանում են ոմանց հավատը։ Սուտ ուսուցիչները ոչ միայն սատանայից խաբելով իրենց են կործանում, այլև շատ մարդկանց կործանման պատճառ են, ասենք շատերի հավատքը գողանում են։ Ինչ է սա նշանակում։ Ով որ ճշմարտությունից հեռանում է, ուրիշների մահվան պատճառ է դառնում եւ հետո ինքը պատասխանատվություն պիտի կրի։ Եթե շատ մարդիկ հասկանան, որ ամեն մեկին տրված չէ գնալ, խոսել այս ամենը պատմել, դու շատերին կարող ես կործանել։ Օրինակի համար հարության հետ կապված երբ է մարդը հեռանում ճշմարտ։ Ամենապարզ օրինակը ձեզ բերեմ, մեքենան որ գնում ենք, չէ, ճանապարհով մայրուղիները գծած է, չէ, գծերը։ Եթե դու քո գիծը սխալ ես մտնում, ինչ է պատճառ դառնում։ Ավտովթարի եւ շատերի մահվան, չէ։ Ուրեմն Սուրբ Գիրքն էլ այդպես գծված է քո ճանապարհը, պիտի գնաս։ Եթե շեղվեցիր, որևէ մեկին էլ քեզ հետ շեղում ես ու կործանման պատճառ ես դա։ Տեսեք Արիոսը, ինքը քահանա էր Ալեքսանդրիայում, Եգիպտոսում, մի օր պատարագի ժամանակ կանգնեց եւ ասաց, որ Հիսուս Աստված չէ, արարած է։ Աստված նրան ստեղծել է, նրան մեղք է, Աստված ասել է։ Եվ հազարավոր մինչև այսօր Եհովայի վկաները նրանց հետևորդ են։ Մարդիկ այդպես էլ ասում են, որ Հիսուս Աստված չէ։ Մեկ պարզ խոսք կեղծված, ստված, որ ինքը խաբված էր սատանայից, խոսեց եւ շատերի մոլորության պատճառ դարձավ։ Ուրեմն մեքենայի պես քո ընթացքը պիտի պահես, քո ճիշտ ճանապարհը գնաս, դրա համար մենք ասում ենք առաքելական եւ ուղղափառ հավատք, այսինքն առաքյալներից փոխանցված, ճշմարիտ ուղիղ փառաբանությամբ պահված հավատք, որ փոխանցված է մեզ, մենք էլ պիտի փոխանցենք հաջորդներին։ Տեսեք, մենք ումից ենք օրինակ վերցնում։ Երբ որ մենք երեխա ենք, մենք ումից ենք օրինակ վերցնում։ Մեր մեծերից, չէ՞, դպրոցական ենք, ասենք բարձր դասարանցներից, չէ՞, ինչպես պիտի հագնվենք, ինչպես պիտի պահենք։ Երբ որ մենք մեծանում ենք, մեզանից եկող սերունդը մեզանից չէ պիտի օրինակը վերցնի։ Եթե մենք փոխել ենք պարկեշտություն, անպարկեշտ բաներ ենք անում, նոր եկող սերունդը այդ նույն անպարկեշտությամբ պիտի ապրի, չէ՞։ Մենք մեղաների ժամանակ ինչ ենք ասում։
նախկինների մեղքերը գործելով, գալիք եւ ներկասին չարօրինակ թողնելով։ Այսինքն մենք նույն մեղքերը գործում ենք, գալիք սերունդին եւ ներկաներին էլ չարօրինակ ենք մեր կյանքով, մեր խոսքով եւ այս մարդկանց տանում ենք կործանման։ Դրա համար պետք է որ քո հավատքի մեջ ճշմարտությունն իմանաս։ Հիմա ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շատ կեղծ ուսուցիչներ եկել են, քարոզում են եւ պիտի անհետանան, բայց սակայն եկեղեցին պիտի մնա, ինչու որտեւ եկեղեցու հիմքով է Հիսուս Քրիստոս։ Ուրեմն Աստվածահիմն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են դարերի ընթացքում քարոզում են, անհետանում են, նրանց ամբողջ ուսմունքը մարդկանց վրա է դրված, դրա համար պիտի քանդվեն։ Հիմա տեսնենք ինչն էր պատճառը, որ այս մարդիկ հարության մասին խոսում են։ Հիշում եք Հիսուսի ժամանակ կրոնական խմբակներ կան, չէ՞, փարիսեցիներ, սադուկեցիներ, օրենսգետներ։ Գիտեք, որ սադուկեցիները չէին հավատում մեռելների հարությանը, հոգու անմահությանը, հրեշտակների գողությանը։ Իրանք սադուկեցիների կրոնական խմբակ էր, իրենք մերժում են հարությունը։ Եվ ինչ էին ասում, որ հավատում են, որ հարություն պիտի լինի, կամ արդեն եղել է մկրտությամբ, ծնվելու կամ հավատալու միջոցով։ Երկրորդ մի հատվածը հեթանոսներն էին, հատկապես հույները, ինչ էին ասում։ Իրենք հավատում են հեթանոսները հոգու անմահությանը, բայց քանի որ ասում են այս մարմինը չար է, մեղքի ենթակա է, այս մարմինը չի կարող հարություն առնել։ Հասկացաք, որտեղից էր գալիս։ Այսինքն մարմինը, քանի որ մեղքի կրքերի ցանկության ենթակա է, ինքը չի կարող հարություն առնել։ Ինչ էր ասում Քրիստոս սիրուներ։ Բայց կգա ժամանակ, որ բոլոր գերեզմանները կբացվեն, բոլոր մարդիկ դուրս կգան, նրանք ովքեր բարիք են գործել, կապրեն հարության հավիտենական կյանքի համար, նրանք ովքեր չարիք են գործել, կապրեն հավիտենական դատաստանի համար։ Հարության ժամանակ ինչ պիտի լինի, մեր հոգին ու մարմինը պիտի միավորվի, ինչպես Պողոս առաքյալն ասում, մարմինը հող է դրվում թերի, պակասավոր, մեղքերին կրքերին ենթակա, որպեսզի մեռնի, հետո հարություն պիտի առնի փառավոր, այսինքն այս նույն մարմինը պիտի մենք ունենանք, բայց առանց մեղքերի, կրքերի, ցանկությունների ենթակա, արևի պես շողացող դեմքերով եւ անկողոպտելի զարդերով զարդարված։ Ուրեմն այս մարմինը պիտի դառնա անապական, ապականված այս մեղավոր մարմինը պիտի դառնա հավիտենական կյանքի համար ենթակա։ Ուրեմն սա է ճշմարիտ հավատքը քրիստոնեական, որով մենք պիտի ապրենք։ Եթե ոչ, մենք պիտի շեղվենք։ Տեսեք, այս նույն մարդիկ, այսօր շատ մարդիկ ինչ են ասում, մենք հավատում ենք Քրիստոսին, բայց չենք հավատում հարությանը։ Այսպիսի մարդիկ են, ենք հավատում են Հիսուս Քրիստոսին, որպես մարդ առաքինի, որ ապրել է աշխարհի մեջ, որպես հրաշքներ գործող, որպես ճշմարտության քարոզիչ, բայց իրենք չեն հավատում մեռելների հարությանը, որովհետև ապացույց են ուզում, որ եթե այս մարդը հիմա կենթանանա ձեր աղոթքով, մենք կհավատանք, բայց չէ որ Հիսուս Ղազարոսին 4 օր մեռելին հարություն տվեց, այդ գյուղի կամ քաղաքի մարդիկ չհավատացին, որովհետև եթե մեկը չի ուզում հավատալ, հիմա դրա մասին կխոսենք, չի կարող հավատալ, դու պիտի ուզես հավատալ։ Քո համար ինչքան հրաշքներ գործեն, տեսեք, երբ որ Մովսեսը գնաց Փարավոնի մոտ, ասաց, որ իմ ժողովրդին տուր, Փարավոնի սիրտը կարծրացավ, ասաց չեմ տալիս, չէ։ Մովսեսը ինչ արեց, իր գավազանը խփեց գետնին, օձ դարձավ, չէ։ Եկան իր մոգերը, կախարները Փարավոնի, իրենք էլ խփեցին, բայց ինչ արեց, Մովսեսի օձը կուլ տվեց բոլոր օձերին։ Մովսեսը խփեց գետին, արյուն դարձավ, իրենք, այսինքն կախարներն էլ այսպես հրաշքներ գործում են։ Բայց այն ինչ որ արեց գետը բացվեց, կարմիր ծովը բացվեց, անհասկանալի է, չէ։ Շատ մի գեղեցիկ պատմություն կա, երբ որ ուսուցիչը ասում է ամենամեծ հրաշքը որն է, մի աշակերտ ասում ձեռքը բարձրացնում, ասում է, երբ որ կարմիր ծովը բացվեց, ժողովուրդն անց, ասում է, տղա ջան, դու հիմար հո չես։ Գիտությունը արդեն ապացուցել է, որ այդ կարմիր ծովը երբեմն ցամաքում է, այնքան որ դու կարող ես մեջով քայլել։ Դա սխալ է։ Ուրիշ ինչ հրաշք եք տեսել։ Նորից երեխան ձեռքև, ասում է, հիմա ինչ ես ասում, ասում է, դե թե գիտությունը այդպես է ապացուցում, ամենամեծ հրաշքային էր, որ այդ կիսացամաք ծովի մեջ Փարավոնի զորքերը խեղդվեցին։ Այսինքն դատարկ էր, ջուր չկար, մեջով քայլում են, ինչպես խեղդվեցին։ Այսինքն որ մարդը համառորեն չի ուզում հավատալ, ինչքան էլ փաստը ապացույցը դնես իր առջև, ինքը պիտի մերժի։ Հարությանը կամ հավատում ես Հիսուսին կամ հավատում ես կամ չես հավատում, որպես Աստված, որպես փրկիչ, քո սրտի մեջ ունեն, ոչ թե քո շուրթի վրա պաշտես, բայց քո սրտով իրեն շատ հեռու լինես, ինչպես այսօրվա քրիստոնյաներից շատ էր։ 19-րդ համարը բայց Աստծուն հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թե Տերը ճանաչես նրանց, որ իրենն են, նաեւ անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, որ կրում է Տիրոջ անունը։ Ուրեմն այստեղ այս երկու մեջբերումները 5 կտակարանից էին, մեկը Թվոց գրքից էր, մյուսը Եսայի մարգարեից, հիմա կհասնեմ դա։ Ուրեմն Աստված
հաստատ է պահում այն հիմքը, որ ինքը դրել է, չէ՞։ Եկեղեցին այնքան հաստատ է, Հիսուսն ինչ է ասում, դու վեմ ես, որ պետք է կառուցեմ իմ եկեղեցին, Պետրոս Արաքյալին, որին անգամ ասում է դժոխքի դռները չեն կարող կործանել։ Այսինքն եկեղեցու դեմ հազարավոր, միլիոնավոր մարդիկ դարերի ընթացքում դուրս են եկել, քանդել են, վնասել են, բայց եկեղեցին փառք ասում, միշտ կանգուն է։ Կարող են եկեղեցու մեջի մարդիկ սայթակել, սա ուրիշ բան է, բայց եկեղեցին իր ճշմարտությամբ, իր հավատքով դարերով նույնը, որովհետև հիմքը Հիսուս Քրիստոսը եւ գլուխը եկեղեցու Հիսուս Քրիստոս ինքն է։ Հիմա այստեղ այս բերված օրինակը թվոց գրքից ինչ է ասում սիրելիներ, տեսեք։ Շատ հետաքրքիր գլուխ է, ասեմ ձեզ 16-րդ գլխի 5-րդ համարն է, սա, բայց 16-րդ գլուխը կարող եք կարդալ։ Ինչ եղավ, հիշում եք դրվագը, ովքեր ընթերցել եք թվոց գիրքը, մի օր Կորխ անունով մեկը, հիշում եք, ապստամբություն բարձրացրեց Մովսեսի եւ Ահարոնի դեմ, ասեց, դե հերիք է, միակ սուրբերը դուք եք, այլևս դուք մեղավոր եք, մենք ինչ ուզենք պիտի անենք։ Մովսեսը կանգնեց աղոթի, ասեց, Տեր, եթե դու կաս, ճշմարտուն ցույց տուր, եւ ժողովրդին ասեց, հեռու մնացեք ձեր վրաներից, եւ Կորխ իր ընտանիքը, երբ որ կանգնած էր, Մովսեսն աղոթում էր, երկիրը բացվեց, իրենց կուլ տվեց։ Ցույց տալու համար, որ եկեղեցու դեմ, ով որ դուրս գա, պայքարի, եկեղեցուն հայոյի նվաստացնի, հավատքը ուզենա այլասերել, այս մարդը պիտի անհետանա։ Իր ընտանիքով հանդերձ, իրեն հետևորդ ամբողջ ժողովրդով պիտի անհետանա։ Օրենքը սա է։ Դրա համար ասում է Տերը ճանաչեց նրանց, որ իրենն են։ Այսինքն, ով որ իրենն է, Տերը ճանաչում է։ Ինձ ոչ ոք չի ճանաչում, ինձանից բացի եւ Տիրոջից բացի, չէ՞։ Եվ ամեն մեկս յուրաքանչյուր։ Այսինքն, երբ որ ես Տիրոջն եմ, Տերն ինձ ճանաչում է, գիտի։ Դրա համար Մովսեսին պահեց, Ահարոնին, բայց որ ճանաչում էր, գիտեր, եւ Կորխը որ գիտեր, որ կեղծ էր իր արած ապստամբությունը, կործանվեց։ Եվ Եսայի մարգարեության մեջ էլ ասում է, անիրավությունից հեռու լինի ամեն ոք, ով կրում է Տիրոջ անունը։ Այսինքն ամեն մարդ, ով իրեն քրիստոնյա է համարում, իր ճակատին մերոնով կնիքը կա դրված, որ ինքը պատկանում է Աստծուն, ինքը պետք է մեղքից հեռու լինի։ Այսինքն եկեղեցին կարող է քանդվել միայն մեղքի պատճառով։ Երբ որ մեղքը մտցնես եկեղեցու հիմքերի մեջ, այսինքն մեր հավատքի մեջ կեղծավորությունը, չարությունը, ատելությունը սերմանես, պիտի քանդվի։ Եվ եթե Աստծուց չէ, պիտի անհետանա։ Հիշում եք, երբ որ Հիսուսի հարությունից հավաքվեցին հրեաները դատ անելու, որ փորձեցին առաքյանեն արգելել, այնտեղ Գամաղիելը եւ Նիկոդեմոսն էլ ներկա են, ասեն, եթե մեկը Աստծուց չես, գործը կքանդվի, հրեաներն ինչ ասեն, միթե դուք եք նրանցից մեկը։ Ասում է, եթե մեր օրենքը ասում է, եթե չես քննել, չգիտես, իրավունք չունես դատելու։ Դրա համար առաքյալն ասում է, ծեծեցին, արգելեցին, որ Քրիստոսի անունով խոսեն, բայց իրենք ասում են, ավելի ուրախացած դուրս եկան քարոզելու, որովհետեւ Հիսուսի համար նեղություններ էին կրել։ Աստված ինչ չի հանդուրժում, սիրուներ։ Ինչ չի հանդուրժում Աստված։ Մեկ բան, մեղքը։ Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավոր մարդուն։ Սա պիտի հստակ լինի։ Երբ որ մենք ասում ենք, այսինչ մարդուն տանել չեմ կարողանում, շատ զգուշ պիտի լինենք, ոչ թե այդ մարդուն տանել չեն, այդ մարդու բնավորության այդ գիծը, սուտ խոսելը, կեղծելը, չարախոսելը, բամ այդ մեղքը չենք սիրում։ Մարդուն պիտի սիրենք, շատ զգուշ պիտի լինենք։ Մարդուն չի կարելի ատել։ Որևէ մարդու ատել չի կարելի։ Թշնամուտ անգամ չպիտի ատես իր մեջի չարությունը, իր մեջի մեղքն ենք, որ մենք տանել չենք կարողանում։ Պետք է ասես այս մարդու կեղծավորությունը չեմ սիրում, ոչ թե այս մարդուն չեմ սիրում կամ տանել չեմ կարող։ Աստված մեղքը չի սիրում, բայց մեզ շատ է սիրում։ Ամեն մեկս մեր մեղքի բաժին ունենք։ Մեկը բացահայտ, մեկը թաքնված, մեկը գործնում է, տեսնում ենք, մյուսն էլ ցանկանում է։ Հիմա օրինակը ձեզ բերեմ, երբ որ Պողոս Արաքյալը գնացին Ստեփանոսին սպանելու, ինքը բռնել էր սպանողների շորերը, չէ՞։ Ասում եմ, բայց ինքը համաձայն էր սպանողների հետ։ Ուրեմն ինքն էլ իր բաժինն ուներ։ Հետո Պողոս Արաքյալը հալածիչ էր, հետո դարձավ քարոզիչ, չէ՞։ Քրիստոսի դեմ էր, բայց դարձավ Քրիստոսի լավագույն առաքյալներից մեկը։ 20-րդ համարը մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա եւ արծաթյա անոթներ են լինում, այլ նաեւ փայտյա եւ խեցե։ Կան այնպիսինք, որոնք պատվավոր գործածության համար են, կան էլ որ ոչ պատվավոր գործածության համար։ Ուրեմն այստեղ մեծ տունը եկեղեցին է, անոթները մենք ենք, մարդիկս ենք։ Ինչպես որ յուրաքանչյուրի տան մեջ կան, չէ, նոր տարվա համար պահած աման-չաման, որ միայն նոր տան ենք օգտագործում, կան կարևոր հյուրերի համար ավելի թանկ սպասներ, որ դնում ենք, եւ կան ամենօրյա գործածության համար։ Այսինքն, ուզում եմ ասել, որ եկեղեցու մեջ էլ կան մարդիկ, ովքեր սուրբեր են, պատվավոր են, իմաստուն են, եւ կան անպետք մարդիկ, որ քրիստոնյա են, բայց անդադար գալիս են մեղք են գործում։ Սա ինչ է մեզ ցույց տալիս, սիրելիներ։
որ ամեն մարդ ինքն է ընտրում ինչպեսին պիտի լինի։ Ինքը ոսկից արտացից պիտի լինի, թե ինքը փայտից կամ կավից պիտի լինի։ Ինչու ասում կավը փայտ, այսինքն կավն ու փայտը կարող են կրակին դիմանալ։ Փչանում են, չէ՞, բայց ինչպես ասում է գրքի մեջ, ինչպես որ ոսկին կրակի բովի մեջ է բովում, այնպես էլ մարդը նեղությունների մեջ, այսինքն նեղությունների մեջ է երևում դու փայտից էիր, այրվեցիր, կորար տկարացար այդ մեղքի մեջ, փորձության մեջ, թե ոսկուպես դիմացար եւ հաղթանակած դուրս եկար։ Ուրեմն ցույց է տալիս Աստված հրավիրում է բոլորին։ Այսինքն բոլորը չի որ պիտի սուրբ լինեն, չէ՞, Հիսուսին ում համար եկավ այս աշխարհ։ Մեղավորներիս համար, չէ՞, որ Հիսուսին մեղադրեցին, որ տես գնացել մեղավորների հետ է նստում, զրուցում, ասում է, բայց առողջներին բժիշկ պետք չի, ես հիվանդների համար եմ եկել, ես մեղավորների համար եմ եկել այս աշխարհ։ Ուրեմն նշանակում այս մարդիկ պետք է փոխվեն եւ գնան այնտեղ։ Եվ սա ընտրության հարց է մեր կյանքի մեջ։ Ուրեմն անարժան եւ անպատիվ մարդն էլ կարող է մտնել եկեղեցի, օրինակ շատ հաճախ ես տեսնում եմ, որ երբ որ մի մեղավոր մարդ է մտնում եկեղեցի, բոլորը ասես տարակուսած նայում են, թե էսի ինչ անում էստեղ։ Հենց ինքը պիտի գա եկեղեցի։ Եկեղեցին հիվանդանոց է, պետք է մարդը գա այստեղ բժշկվելու։ Կամ երբ որ մի հատ հարուստի են տեսնում, ասում են, սրան ինչ ա եղել, որ եկել է եկեղեցի։ Սա ինչի պակաս ունի։ Փրկության պակաս ունի։ Փող ունենալը դեռ փրկություն չի։ Ճանաչված լինելը, պաշտոնը դեռ փրկություն չի, սիրելիներ։ Ուրեմն բոլորի համար է հրավերը Աստծուն, որ գանք, մենք դառնանք այնպիսի անոթներ, որպեսզի Աստված մեզ գործածի իր պետքերի համար։ Հիմա տեսնենք 21-րդ համարը արդեն ինչ է ասում։ Եթե մեկը ինքն իրեն մաքրի այսպիսի բաներից, չի լինի կլինի պատվավոր անոթ, սրբագործված եւ պիտանի իր տիրոջը պատրաստված ամեն բարի գործի համար։ Ուրեմն այստեղ ցույց ենք տալիս, որ մեզանից է կախված, այսինքն ընտրության հարց է։ Մենք ինչ ենք ընտրում, ոսկին ու արծաթ, այսինքն թանկարժեք պատվավոր իր լինենք Տիրոջ տան մեջ, թե փայտի կամ խեցի պես անպետ դառնանք։ Ասում եմ, եթե մեկը ուզում է այդպես լինի, պետք է իր վրա աշխատի, այսինքն այս մեղքերը, որ կային մարդկանց մեջ, չարախոսելը, բամբասելը, ատելությունը, թշնամությունը, հանես քորը, կսրբագործվես, ասում եմ, Տիրոջ համար կգործածվես, Տիրոջ պետքերի համար։ Տեսեք սկիհը, չէ, հաղորդության։ Ինքը արծաթից է միշտ լինում, որտեվ Տիրոջ մարմինն ու այրունը պիտի լինի այդտեղ, եւ ձեռք տալու իրավունք ունի միայն քահանան։ Այսինքն եթե դու ուզում ես դու ինքդ ձեռ տաս, կարող ես ձգտել սարգավակ դառնալ գոնե, չէ՞, ձեռ տաս, ձեռքիդ մեջ բռնես, պատարագի ընթացքում վերաբերում անես։ Եթե ուզում ես լավը լինես, մաքրագործվի, շափիկ հագի, երգչախմբում երկիր կամ խորան վարձածիր դպրոցին։ Եթե ուզում ես լավը լինես, Աստծո խոսք խոսի մարդկանց, բայց քո կյանքով ապրելու համար։ Ուրեմն ընտրության հարցը մենք ինչպիսին ենք ուզում լինենք։ Մենք ինչ ենք ուզում այս երկրավոր կյանքում։ Սա շատ կարևոր հարց է։ Ինչ ենք ուզում մենք շահել այս աշխարհի մեջ, հավաքել, դիզել, թողնել ու գնալ, թե այս աշխարհից ապրել, բայց երկնքում դիզել այդ ամենը։ Դրա համար Հիսուսը ձեր գանձերը դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ գողերը, ոչ ժանգը չեն կարող վնասել, որովհետև Տիրոջ մոտ է պահված։ Իսկ եկեղեցու նշանավոր սուրբերից Եփրեմ Խուրիասորին, որ ինքը կոչվում է նաև Սուրբ Հոգու քնար, այսպիսի գեղեցիկ մի խոսք ունի, ասում է, եթե շրջապատդ քեզ որպես ընտիր անոթ է տեսնում, քեզ այդպես է գովաբանում, որ դու շատ լավ ունես, գեղեցիկ ես, փառավոր ես, այսպես է քեզ գնահատում, ասում է, դու քեզ, ասում է, Աստծո աչքին անպետք դարձրու, որպեսզի երկնքի արքայությունը չկորցնես։ Շատ գովելուց չպիտի հպարտանաս։ Քո մասին որ շատ լավ են խոսում, դու քո մասին լավ կարծիք ունեցիր։ Հիսուս ինչ է ասում, ասեք, որ մենք անպետ ծառաներ ենք եւ պարտավոր ենք այդպես լինելու։ Մեր կոչումն է պարտավոր ենք սուրբ լինել, եթե մեր հայրը սուրբ է, ուրեմն մենք էլ սուրբ պիտի լինենք։ Ասում եթե ձեր հայրն եմ, ապա ուր է իմ պատիվը։ Ուր է իմ պատիվը։ Ուրեմն այդ պատիվը այդպես պիտի վերադարձնել եւ բավական չէ միայն մաքրվել, սա էլ կարեւոր է սնել, այլև պետք է պատրաստ լինել Տիրոջը ծառայել։ Կան մարդիկ, որ մաքուր են, բայց Տիրոջը չեն ծառայում։ Սա է հարցը արդեն։ Շատ հեթանոսներ կան, անաստված մարդիկ կան, որ քրիստոնյաները շատ բարի գործեր են կատարում, բայց իրենք Տիրոջը չեն հավատում։ Ուրեմն նշանակում իրենք մաքրված են այս աշխարհի համար։ Այս աշխարհի մեջ են մարդկանց փառքը փնտրում եւ մարդկանց գովասանքն են մտնում, ոչ թե Տիրոջ օրհնությունն են փնտրում իրենց կյանքի մեջ։ 22-րդ համարը երիտասարդական ցանկություններից փախիր եւ գնա արդարության, հավատի, սիրո, խաղաղության եւ սրբության հետևից։ Նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջ անունով։ Ինչքան գեղեցիկ հարց է, չէ՞, ասում է փախիր երիտասարդական ցանկություններից։ Ինչ ենք հասկանում երիտասարդական ցանկություններ ասելով։
Առաջինը մարդիկ հասկանում են սեռական ցանկությունները, որ երիտասարդ մեջ կա փող, հարստություն, պաշտոն, չէ, սրա մասին չէ։ Քանի որ Տիմոթեոսը ինքը երիտասարդ առաջնորդ էր, ինչ է ուզում ասել Պողոս Արաքյալը, փախիր ինչից։ Հպարտությունից, սնափառությունից, անհանդուրժողականությունից, չարամտությունից, մարդկանց տարբերություն դնելուց, խտրականություն անելուց, փախիր այս ամենից։ Այսինքն քրիստոնյան, ով որ կոչված է այս աշխարհի մեջ ապրելու, ինքը ոչ թե մարդկային այդ տկար ցանկությունները պիտի թողնի փախնի, այլև սրանք պիտի հոգևոր մեղքերը։ Մենք մեղաների ժամանակ թվարկում ենք, չէ՞, մարմնավոր մեղքեր եւ հոգևոր մեղքեր։ Ուրեմն հոգևոր մեղքերից է սկսվում մարմնավոր ցանկությունները, սիրելիներ։ Հոգևոր, եթե դու քո մտքի մեջ կա չար միտքը, դու կամաց դա գործողության ես վերածում։ Ինչ ենք ասում, մեղանչեցի հոգու զորությամբ, չէ՞, խորամանկությամբ, հանդգնությամբ, չէ, երկչոտությամբ, այսինքն այս մեղքերը մեղանչեցի մարմնով ցանկասիրությամբ, իգական, արական, արվական, արվամոլական, գիշերը, ցերեկ, երազական, այսինքն սրանք էլ մեր մարմնավոր մեղքերն են։ Բայց ասում եմ փախիր հատկապես այս հոգևոր մեղքերից։ Հպարտությունը մեծ մեղք է։ Եվ տեսեք, ասում է, ինչ արա, ինչի հետևից գնա։ Առաջին ասում է արդարություն։ Ուրեմն արդար լինել այս աշխարհի մեջ մարդու համար հրամայական է, ոչ թե անհրաժեշտություն, հրամայական է։ Արդար լինել նշանակում է Աստծո աչքերով նայել մարդկանց, սա է արդարությունը։ Գնալ հավատքի հետևից, երկրորդը հավատքն է։ Այսինքն այն վստահությամբ, որ հավիտենական կյանքի համար ես անում։ Սիրո մեջ առաջ, որտեղ սերը պիտի փրկի յուրաքանչյուր մարդու։ Խաղաղություն, Աստծո ողորմությունն է եւ վերջապես հասիր սրբության, եւ տեսեք կարեւոր ինչ է ասում, եւ նրանց հետ, ովքեր մաքուր սիրտ ունեն եւ աղոթում են Տիրոջ անունով, այսինքն գնային մարդկանց մեջ, ովքեր աղոթում են։ Այսինքն, եթե ուզում ես փախնել այս մեղքերից, պիտի գնաս աղոթող մարդկանց մոտ։ Եթե աշխարհից ուզում ես փախնես, պիտի մտնես եկեղեցի։ Ինչ ենք մենք եկեղեցին երբեմն նմանեցնում Նոյան տապանին։ Ինչ արեց Նոյը, մտավ տապանի մեջ, Աստված դուռը փակեց, ինչ եղավ։ Ջրհեղեղ, չէ։ Անձրևն եկավ, փոթորիկն եկավ, ինչ որ մեկը վնասվեց այնտեղ, թե կենդանիները, թե այնտեղ ապրող են 8 մարդիկ, չէ։ Բոլորը ողջ առողջ Արարատի գագաթից ցածի չեն։ Եկեղեցի, երբ որ դու մտնում ես, այսինքն արդարության զգեստը, որ հագնում ես, հավատքի վահանը բռնում ես, սիրո սուրը ձեռքդ պահում ես, խաղաղությունը տարածում ես եւ սրբությամբ ապրում ես, փրկվում ես դու։ Ինչքան էլ ալեկոծությունս աշխարհի գան, խփեն, հարվածեն, նեղեն, եկեղեցին վառեն, այրեն, քեզ սպանեն, քո հավատքը, քո սրբությունը չպիտի կորի։ Այս ամենը պիտի պահես քո փրկության համար։ Դրա համար ինչ ասում Պետրոս Արաքյալը, սիրելիներ, աղաչում եմ ձեզ, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ։ Ուրեմն այս մարմնավոր ցանկությունները պայքարում են մեր հոգու դեմ, մեր հոգու վնասն են ուզում, մեր հոգու կորուստն են ուզում, եւ սա էլ աշխարհն օգտագործելով մեզ կործանման է տանում։ 23-րդ համարը, բայց հիմար եւ անմիտ վեճերից խուսափիր, իմացիր, որ դրանցից կռիվներ են ծնվում։ Մարդիկ միշտ սովոր են, չէ, կռվել։ Մենք սովոր ենք կռվել։ Երեխա ենք, քուր եղբայր կամ եղբայրը եղբոր քուրոջ հետ, ինչի համար են կռվում, խաղալիքի։ Հետո կռվում են, թե մաման, պապան իրանցից ում ավելի շատ սիրուն։ Հետո մեկը մյուսին իշխելու համար։ Հետո ամուսնանում են ընտանիքի մեջ, ամուսիններն ասում իրար կռվել։ Ինչից։ Անիմաստ զրույցներից, չէ, անիմաստ բառերից։ Ասում ես, այս բանը մի արա, ասում դու ինձ մի ասա, ես անեմ թե չանեմ։ Ասում ես, այս բանը մի արա, ասում լավ եմ անում։ Ասում ես, այս բանը նյարդեն, ասում մի արա, ասում դու չպետք է ինձ ասես, ես ինչ անեմ։ Տեսեք, անիմաստ զրույցներ, որ ընդհանրապես փակում ես ու վերջանում է ամեն ինչ։ Բայց այստեղ Պողոս Արաքյալը խոսում է նաև հիմար եւ անօգուտ հարցերի շուրջ վիճելուց։ Օրինակի համար կա, չէ՞, մեկը ասում է, եթե Աստված կա, ապացուցի, Աստված կա թե չկա։ Սա հիմար հարց է։ Աստված ապացուցելու կարիք չունի։ Ինքը պետք չի որ իրեն ապացուցի։ Եվ սրա շուրջ կարող ես բանավիճել շատ մարդկանց հետ։ Կամ ասես, երբ որ Հիսուս հարություն առավ, այն ինչի՞ մա մարդիկ հարություն չեն առնում, ու սա մի հատ մեծ վեճ ու դառնա կռիվ, եւ մենք ինչ ենք անում։ Ճշմարտից հեռանում ենք, գնում ենք դեպի ուր իրար ատելը։ Դրա համար նրանք, ովքեր միշտ հակված են հակառակվելու, նրանց հետ պետք է նաև զրուցել։ Այսինքն, երբ որ մեկ անդադար ուզում է քեզ հակառակվի, իրանց հետ պետք չի զրուցել։ Պարզապես ասում ես, լավ է, արի մեր բարեկամությունը չկորցնենք, մեր ընկերությունը, մեր մտերմությունը չդնենք կասկածի տակ, այլ շարժվենք առաջ։ Նրանց հետ պետք է զրուցել ինչպես։ Ինչպես պիտի նրանց համոզենք։ Մեր կյանքով։ Մեր կյանքը ամենամեծ վկայությունն է, սիրելիներ։
Մի օր մի վանահայր իր աշակերտին ասում է. «Արի գնանք այսօր քարոզենք քաղաքում» եւ դուրս են գալիս երկուսով ամբողջ օրը քաղաքի բոլոր փողոցներում պտտվում են, հետ են վերադառնում։ Ասում է, «Բա այսօր ոչ մի բան չքարոզեցինք», ասում է, «Չէ, հակառակը, տղա, այսօր ամբողջ օրը քարոզում ենք»։ Քո ապրած կյանքը վկայությունն է այդ ճշմարտության։ Կարիք չկա խոսելու։ Եթե ես մեկը չի հավատում, որ ես չեմ ծխում, չեմ խմում, ինչքան ուզում ես իրան համոզինք, չի հավատալ։ Բայց ով որ ինչ ճանաչում է, ինձ հետ ապրում է, մենք միասին ապրում ենք, մենք գորորսեր գիտենք, որ ով ինչ անում, ով ինչ չի անում։ Սա վկայությունն է մեր կյանքի, մեր քրիստոնեական կյանքի, որտեղ մենք սա անում ենք ոչ թե որ ուզում ենք ինչ-որ մեկին բան ապացնել, մենք անում ենք Տիրոջ սերը մեր կյանքի մեջ ավելի շատացնելու համար։ 24-րդ համարը Այսպես ուրեմն Տիրոջ ծառան պետք չէ որ կռվի, կռիվանի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, աննոխակալ։ Տեսեք, 3 բան է ասում։ Կռվազանց չպիտի լինի, ուսուցանող պիտի լինի եւ ողջ պիտի պահի իր մեջ։ Սա հոգեվորականի մասին արդեն խոսում, ուրեմն չպետք է փաստեր եւ վեճերի մեջ մտնի մարդկանց հետ, այլ հակառակ իր համբերությամբ, իր հեզությամբ եւ հատկապես ուսուցանել, տեսեք, ասում եմ, պետք է ոչ թե միայն պետք է իմանաս, այլև ուսուցանելու կարողություն պիտի ունենաս։ Օրինակ, երբ որ ինձ մի հարց տալիս են, եթե այդ բանին չեմ կարող պատասխանել, չեմ փորձում տարբեր պատասխաններ փնտրել, հորինել։ Ասում եմ, կլինի վաղը գրեմ կամ զանգեմ, ասեմ, մի հատ նայեմ, տեսնեմ մեր եկեղեցի սուրբերը, հայրերը ինչ են ասում այդ հարցի շուրջ, քեզ կպատասխանեմ։ Եվ վերջում չպիտի լինես նաև անօխակալ։ Այսինքն ողով չպետք է լծված լինես որևէ մեկի հանդեպ։ Բոլոր մարդիկ քրիստոնյաները տրված են մեզ փրկության առաջնորդելու համար։ Եվ սովորեցնելով մենք պետք է հեզահոգի դառնանք եւ այդ մարդկանց առաջնորդենք։ Սա շատ կարեւոր բան է նաեւ ձեր պարագային սիրելին, որովհետեւ երբ որ մեկը գա ասի, գիտեք ինչ, Հիսուսը մատաղ է, դուք արդեն մատաղ եք անում, պետք չի հարցակնենք իր վրա։ Պիտի սուրբ գրքով բացատրենք, որ սա Հիսուսի պատգամն է, որ աղքատներին կերակուրը այսպես կտաս, չկանչես հարուստներին, ծանոթներին, բարեկամներին, իրանք էլ քեզ իրենց սեղանին հրավիրեն, այլ կանչի աղքատին, որ քեզ տալու ոչինչ չունի։ Մենք սրա համար ենք անում։ Ոչ թե զոհ ենք մատուցում մեր մեղքերի թողության համար, մատաղը մեղքերի թողության հետ ընդհանրապես կապ չունի։ Մենք անում ենք բարի գործ, մեր բաժին արդար վաստակից կտրում ենք, տալիս ենք։ Եթե այսպես հանգիստ բաժանես, սիրով անես, մարդը քեզ հետ չի վիճի, բայց եթե դու դնես, գիտես սուրբ գրքում այսպես է ասում, դու այսպես արդեն վեճ դարձավ եւ մենք այդ մարդկանց սերը կորցրեցինք։ 25-րդ համարը հանդարտությամբ խրատելու համար հակառակորդներին, որ թերևս Աստված նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը եւ փրկվեն։ Ուրեմն տեսեք, նպատակը որն է, այդ մարդկանց ապաշխարության հրավիրել։ Այսինքն ամեն բան անել, որպեսզի մարդը ապաշխարության գա, ինչպես մեր քաղցր խոսքով, մեր անուշ խոսքով։ Այս մարդու հետ սիրով խոսելու։ Շատ եմ ասել, որ գեղեցիկին, խելացին հեշտ է սիրել։ Մեղավորին պիտի կարողանաս սիրել։ Տգեղին պիտի կարողանաս սիրել, նրա հոգին պիտի կարողանաս տեսնել, հա։ Անթերի մարդը ով չուզի իր կողքը միշտ անթերի մարդիկ լինեն։ Բայց այդպիսի մարդիկ կան։ Չէ։ Կարող է այդ գեղեցկության տակ հրեշը թաքնված լինի։ Չիմանաս երբ կբացահայտի իր կերպարը։ Բայց այդ տգեղ մարդու մեջ, հիվանդ մարդու մեջ կարող է այնպեսի մեծ աստվածային հոգի լինի, որ դու իրանից ինչ-որ բան սովորես։ Ուզենաս նորից գնալ այդ մարդուն լսել։ Կարող են մարդիկ կան, որ կրթություն չունեն, համալսարանում դիպլոմներ չեն ստացել, բայց իրենց կյանք, իրենց փորձը այնքան իմաստուն է մեր կյանքի մեջ, որ դու ուզում ես անդադար այդ մարդկանցից ինչ-որ բան սովորել։ Դրա համար ասում են նպատակը մեկն է, ապաշխարության միջոցով այս մարդկանց բերել դեպի ճշմարտություն։ Ուրեմն փրկության համար է, որտեղ Աստծո նպատակը ոչ թե մեղավորի մահն է, մեղավորի կործանումն է, հակառակ նրա դարձն է, նրա փրկությունն։ Այդ մեկ հոգու համար է, որ Հիսուս երկնքից երկիր է իջել սիրելին։ Մեկ հոգու համար, ամեն մեկիս համար անհատապես Հիսուս եկել է այս աշխարհ մեզ փրկության առաջնորդելու։ Եվ վերջին համարը 26-ը եւ զգաստանալով ազատվեն սատանայի որոգայթներից, որոնց մեջ բռնված են նրա կամքը կատարելու պատճառով։ Տեսեք, ուրեմն սատանայից բռնվել են սատանայի կամքը կատարելու համար։ Բայց մարդը պիտի իր վրա թոթափի այդ կապանքները, ինչպես պիտի անի։ Ուրեմն մեծագույն պարգևներից մեկը, որ մարդուն տրվել է Աստված, ինչն է, իր մեղքը ճանաչելու կարողությունը, իր սխալը ընդունելու կարողությունը։ Սա մեծագույն պարգևն է մարդուն, թե մարդը կարողանա իր սխալը տեսնել եւ հասկանալ։ Շատ դժվար է մարդուն համոզել իր սխալը տեսնել, որտեղ բոլոր մարդիկ
Շատ հաճախ մարդիկ ինչ են համառում իրենց մեղքի մեջ, որովհետև թվում է թե իրենց մեղքը խոստովանեն, իրենք պարտված են եւ ամոթանքը խարան իրենց վրա պիտի լինի, բայց հակառակ այդ երբ որ դու ազատագրվում ես այդ մեղքից, արդեն ազատ ես, քեզ ոչ ոք չի կարող հալածել։ Մենք ինչից ենք վախենում, որ մեր մեղքը չբացահայտ։ Օրինակ, եթե ես զանգեմ տիկինս հետ սուտ խոսեմ, ու հետո հանկարծ իմանամ, որ պիտի իմանա, ես ինչ պիտի անեմ, եթե այդ մոտ երկու մարդ են, այդ երկու մարդն ասեմ, գիտեք ինչ, որ տիկինսյանուշը զանգի, կասեք, այսպես է եղել, չէ՞։ Նշում ես այդ երկու մարդուն էլ քաշեցի մեղքի մեջ ինքը։ Բայց եթե ես բացահայտ ասեմ կներես, համ իրեն կփրկեմ, համ ինձ կփրկեմ։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ հասկանալ, գիտակցել, որ մեղքի խոստովանությունը, ճանաչելը մեղքը, դա մեծ պարգև է Աստված որ տվել է քեզ։ Եվ երկրորդ մեծագույն պարգևը խոստովանությունն է։ Երբ որ դու քո մեղքը խոստովանում ես։ Եթե Վիկտոր Հյուգոյի թշվառները կարդացել եք, Ժան Վալժանը գիտեք, հանցագործ էր, բայց այդ մարդը շատ մեծ փոփոխություն ունեցավ եւ իրեն հետապնդող ոստիկանը Ժավերը ամբողջ կյանքը հետապնդել էր եւ կասկածում էր այս մարդուն։ Եվ մի օր գալիս ասում է, գիտեք, ասում է, պարոն քաղաքապետ, արդեն Ժան Վալժանը քաղաքապետ էր դարձել, ասում է, վերջապես ասում է, բռնեցին Ժան Վալժանին, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ ձեր ամբողջ ընթացքում ձեզ կասկածել եմ։ Եվ Ժան Վալժան իմանալով, որ ուրիշ մեկ իր պատճառով պիտի դատվի, գնում է կողքի քաղաք դատարան, բոլորը պարոն քաղաքապետ հանդիսավոր դիմավորում են, ասում է ճիշտն ասած, Ժան Վալժանը ես եմ, այս ահմեղ մարդը չէ։ Ասում է ես եմ, ինչու եք այս մարդը, ասում է ոնց դու քաղաքապետ ես, իր բանտախցի ընկերները նույնիսկ ասում է քո ձեռքի վրա այս թիվը չի գրված, քո ձեռքը հիշում ես եմ վառել։ Ասում է հա, ասում է ճիշտ է, ինքն է, ինքը թողնում գնում է։ Տեսեք մարդու մեծ առաքինությունը իր մեղքը գիտակցել, որ մի հատ հաց էր գողացել իր ընտանիքի համար, իր քրոջ զավակներին կերակրելու համար։ Բայց այդ մի փոքրիկ մեղք պատճառ դարձավ, երբ որ եպիսկոպոսը նրան փրկեց ոստին, ասում է ես քո հոգին գնեցի, դու այլևս սատանային չես պատկանում։ Եվ այդ մեկ բառը դարձավ այս մարդու կերպարանափոխման պատճառ եւ ինքը հանցագործից դարձավ սրբակենցա եւ կյանքը զոհեց շատ շատերի համար։ Երբ որ այդ ոստիկանին պիտի գնդակահարեին, ասում է թողեք ես գնդակահարեմ, տանում է օդ է կրակում, ասում է գնա քեզ, ասում է ոնց, ասում է ես քեզ ամբողջ կյանք հալածել եմ, ասում է ես ներում եմ քեզ, գնա։ Սա է քրիստոնյան։ Երբ որ իմերթը խոստովանում է, չի ասում որ ես մի ժամանակ գողություն եմ արել, բայց ես էլ հին մարդը չեմ, նոր մարդ եմ։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ են նա եւ արդար մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից էլ Հովհաննես Առաքյալի խոսքը։ Ուրեմն նա հավատարիմ էր խոսում, եթե մենք խոստովանենք, մեր բոլոր անիրավությունները Տերը մեր վրայից պիտի ջնջի։ Դրա համար մեղաների ժամանակ քահանան ինչ ասում, ինձ տրված իշխանությամբ արձակում եմ ձեր խոստովանված եւ մոռացված մեղքերը, որպեսզի այդ մեղքերը հետո ձեզ չհալածեն, այդ մեղքերը հետո պատճառ չդառնան, որպեսզի մենք զրկվենք Քրիստոսի ներկայությունից։ Այսքանը սիրելիներ, թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք իբրև Աստծո մշակներ, իբրև քրիստոնյաներ ամոթով չմնանք։ Ինչպես որ հիշում եք 10 մանասներ առակի մեջ, երբ որ երրորդը գալիս է ասում է ես գիտեմ որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն ինչ որ չես տվել, հնձում ես ինչ որ չես սերմանել, դրա համար քո տվածը տարա հողի մեջ թաղեցի։ Հիսուսը եթե գիտեիր որ ես այդպիսին եմ, տաներ տայր լումայա փոխներին, այսինքն բարի գործ կատարել, այդ օրհնությունը ստանայիր։ Ուրեմն Տերը պիտի պահանջի մեզանից, անպայման մեզ պիտի կանչի ասի, իմ տված կյանքը ինչ է կարել։ Իմ տված կյանքը ինչպես է ծառայեցրել, թե ձեր բարիքի, թե ձեր ընտանիքի, թե ձեր հայրենիքի, թե ցանկացած մարդու փրկության համար։ Աստված պահապան բոլորից սիրելիներ։